Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վրաստան մասնակցելու տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Մոտավորապես 600,000 քաղաքացու թոշակը կբարձրանա 10,000 դրամով, հայտնել է Արսեն Թորոսյանը վարչապետի մոտ աշխատանքային քննարկման ժամանակ։ Ունենք անհայտ կորած 195 անձ, որից 175-ը զինծառայող, մյուսները խաղաղ բնակիչ, ազգային ժողովում հայտնել է Սրփուհի Գալյանը։ Իրանից ցամաքային անցակետով Հայաստան է ժամանել 2 հայ։ Ռադար Արմենիային հայտնել են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից, իսկ Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել 15 քաղաքացի։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է ամերիկյան զինված ուժերի կողմից ամենածանր հարվածները դեռ առջևում են։ Հաջորդ փուլը Իրանի համար շատ ավելի խիստ է լինելու։ Լավրովը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի մշակման ապացույցներ ոչ ոք դեռևս չի տեսել։